Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շնորհակալություն, նախ երկու դիտարկում, այնուհետև հարցերս։ Գիտեք, ասում եք, խաղաղության պայմանագրի դրույթները բխում են մեր շահերից։ Ես էլ կարող եմ ասել, որ քանի դեռ ռազմագերիների հարց կա եւ ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքում, դրույթները այդ կիսատ են եւ ամենևին էլ չեն երաշխավորում փոխշահավետությունը։ Հաջորդը ասում եք, որ թրիփը չպետք է ընկալել որպես Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապ, բայց չգիտես ինչու Ադրբեջանը հենց այդպես էլ ընկալում է, գոնե իրենց հայտարարություններում հենց այդպես էլ հանդես են գալիս, բայց ես գամ արդեն եվրոպական ինտեգրմանը եւ եվրոպական ինտեգրման հետ կապված մի քանի հարց ունեմ։ Մարտին ճիշտ է, ազգային ժողովը մեծ շուկով ընդունեց Եվրոպական միության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, ես հիշում եմ այս նույն սենյակում ինչ ելույթներ էին, այդ թվում դուք, պարոն Եղոյան, այո, բայց հիմա հարցս հետեւյալին է վերաբերում, բացի վարչություն ստեղծելուց, այս 8 ամսվա ընթացքում կոնկրետ քայլեր արվել են այդ ուղղությամբ, թե պարզապես օրենքեր պետք է ընդունեինք, ձևանեինք, թե այդպիսի օրենք ունենք։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության այսպիսի իմ գնահատմամբ խայտառակ, դուք կասեք ոչ, պայմաններում ոնց եք պատկերացնում Եվրոպական միության անդամակցությունը։ Մի հատ օրինակ բերեմ, հետո արդեն դրա հետ կապված կասեք ձեր տեսակետը։ Գյումրիում անհրաժեշտության ակցիաների հետևանքով 41 մեղադրյալ կա, 41, որից 2-ը անչափահաս են։ Այս ժողովրդավարությամբ ոնց եք գնում Եվրոպական միություն։ Տիկին Վարդան, դուք ասացիք, որ ես ասում եմ, որ պայմանագրի դրույթները բխում են մեր շահերից, այնինչ եւ դուք արեցիք ուրիշ պնդում գերիների մասին։ Չէ, հիմա եկեք իրար ճիշտ հասկանանք, եկեք ճիշտ բառեր օգտագործենք, արձանագրենք, թող ձայնագրվի էլ։ Հիմա դուք վիճարկում եք, որ դա բխում է մեր շահերից, որովհետեւ դուք չվիճարկեցիք կարծես թե դա, դուք ասացիք որ ես ասում եմ, որ բխում է մեր շահերից եւ շարունակեցիք ձեր կողմից, եթե ճիշտ եմ բառը հիշում, վստահ եմ ճիշտ եմ հիշում, բայց դա կիսատա, քանի որ գերիների ման չկա։ Հետևաբար կարող եմ ես եզրակացնել, որ դուք չեք վիճարկում, դուք համաձայն եք, որ այն ինչ որ գրված է, ամբողջությամբ բխում է մեր շահերից, իհարկե ափսոս, որ գերիների կտորը չկա։ Խնդրում եմ արձագանքի մեջ դա ասեք, որովհետեւ սա ճիշտ է նա, ինչ որ ես ընկալեցի ձեր ասածից, կարող ենք հետ տալ ձայնագրությունը նայել, ոնց որ դες սխալ չեմ ընկալում, ապարտության ապագայի համար պետք է գա այստեղ իրար ճիշտ հասկանալը։ Trip-ը ես ասեցի կրկին, խնդրում եմ ինձ մեջ բերել, սա ճիշտ մեջ բերեք, որտեղ նրբերանգները շատ էական, ես ասեցի պետք չի ընկալել Trip-ը որպես միայն Նախիջևան-Ադրբեջան կապ, որովհետև մենք էլ ենք այդ նույն ենթակառուցվածքը օգտագործելու աշխարհի այլ երկրների հետ կապվելու, այդ թվում եւ օգտագործելով եւ ակնհայտորեն քարտեզի նայելով եւ աշխարհի այլ երկրներ են, այդ էլ երրորդ հարթություն եւ աշխարհի այլ երկրներ են անցնելու այդ Trip-ով եւ կապվեն իրար հետ երկրներ, որոնք ոչ Ադրբեջանն են, ոչ Հայաստանը։ Այսպիսով Trip-ը ոչ միայն այո, նաև Ադրբեջանն ու Նախիջևանը կկապի իրար, այո, նաև Հայաստանը կկապի այլ երկրներ եւ այո, նաև տարբեր երրորդ երկրներ կկապի իրար հետ, կանցնեն այդ Trip-ով տարբեր երկրների բեռներ օրինակ։ Ժողովրդավարության ձեր գնահատականը բնականաբար ընդհանրապես չեմ կիսում, համարում եմ, որ շատ ասելիք կունենայի, բայց երևի զերծ կմնամ ասել թե ինչպիսի աննախադեպ եւ անխոցելի դիրքերում է այսօրվա հայաստանյան ժողովրդավարությունը, օրինակ համեմատած այն շրջանի հետ, որտեղ երբ դուք ինքներդ ինչքան հիշում եմ, նաեւ падգամավոր եք եւ իշխող խմբակցության падգամավոր եք, կոալիցիոն, չէ՞։ Okay, այդ շրջանի համեմատ եւս չեմ վիճարկում, բան չեմ անում։ Բոլոր նախորդ եղած շրջանների համեմատ, հա, ասենց ասեմ։ Եվ եթե դուք ասում եք, եթե դուք ընդամենը որպես փաստարկ, որ Հայաստան ժողովրդավարությունը խայտառակ վիճակում է, բերում եք այն, որ Գյումրիի այդ դեպքից 41 կարգավիճակին չէր, մեղադրական
մեղադրանք ներկայացված անց, այո 41-ը կա, դա ինքնին խոսում է նրա մասին, որ Հայաստան ժողովրդավարությունը խայտարակ վիճակում է, կներեք ընդհանրապես նույնիսկ տրամաբանական շղթան այստեղ դժվար է համաձայնել, դեպք կարող է լինի, որ 41 չէ 740, Աստված մի արասի Հայաստան այդպեսի դեպք լինի, բայց կարող է զանգվածային անկարգություններ լինի 741 մեղադրյալ լինել, այն միայն ուրեմն 41 հոգի են արել արարք, որոնց մասին վկայություն կամ որևէ ապացույց կա, հուսամ կա, որ իրավապահ մարմինները անհրաժեշտ են արել 41 հոգու ներկայացնել։ Ես ընդհանրապես այդ դեպքից անկեղծ ասած տեղյակ չեմ, չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Շատ դասագրքային բան եմ ասում։ 41 մեղադրյալի ներկայությունը, արկայությունը բոլորովին որևէ կերպ չի նշանակում, որ ժողովրդավարությունը խայտարակ վիճակում է։ Ամենաժողովրդավար երկրի օրինակը կարակ բերեք, կարող լինի միջադեպ, որտեղ այնտեղ 741 մեղադրյալ լինի։ Ինչ, ուրեմն, այսինքն ամենաթողություն պիտի լինի, օրենքը ոնց ասես խախտվի, մեղադրյալ չլինի, դա կլինի ժողովրդավար։ Մի քիչ բանը չեմ հասկանում։ Մենք կարող ենք շարունակել դեֆինիցիաների մասին խոսել եւ հասկանալ ժողովրդավարությունը վերջը ոնց են չափում։ Արձագանք կա Տիկին Վարդան։ Իհարկե կա։ Ես իհարկե կուզենայի ձեր գնահատական նմանատիպ գնահատական լսել, երբ որ դուք ընդդիմադիր էիք եւ երբ ձեր ընդդիմադիր եղած ժամանակ 41 մեղադրյալ կհայտնվեին անհնազանդության ակցիայի ժամանակ, կասեիք, որ չէ հանցագործություն են կատարել եւ իշխանությունները ժողովրդավար են, նորմալ են։ Ես եղել եմ ընդդիմադիր падգամավոր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ եւ այն ժամանակ էլ պաշտպանում էի ընդդիմադիրների շահերը եւ ընդդիմադիրների իրավունքները եւ խոսում էի բոլոր այն խախտումների մասին, ժողովրդավարության խախտումների մասին, որ եղել են, այնպես չի, որ միայն նոր եմ սկսել այդ մասին խոսել եւ դա ձեզ համար զարմանալի է։ Ինչ վերաբերում է, գիտեք, ես բերեցի ընդամենը վերջին օրինակը, որ Գյումրիում 41 մեղադրյալ, այդ թվում 2 անչափահաս 41 մեղադրյալներ են արձանագրվել այս բան, որոնցից 2-ը անչափահաս, բայց դա ընդամենը վերջինն է։ Գիտեք, մենք մի երկիր ենք, որտեղ որ հայտարարության համար մարդուն 2 տարի դատապարտում են, խոսքը վերաբերում է Միքայել Սրբազանին, որովհետև որոշել են, որ մի տարի առաջ դա հանցագործություն չէր, հաջորդ տարվա ընթացքում դա դարձավ հանցագործություն։ Մենք մի երկիր ենք, որտեղ բերում են ազգային ժողովում ձայնագրություններ են, ուրեմն միացնում այսպես կտրված ձայնագրություններ եւ այլն, հետո պարզվում է, որ այդ ձայնագրությունները բոլորովին այլ բանի մասին են եւ 18 հոգի այս պահին անցնում են դատական process-ներով։ Այսինքն այս իմ բերած օրինակը մեկն էր, ես կարամ դեռ շարունակեմ այս ամեն ինչը, ու այս պայմաններում մենք խոսում ենք Եվրոպական միություն գնալու մասին, խոսում ենք, որ մեր ժողովրդավարությունը այնպիսին է, որ Եվրոպական միությունը գրկաբաց ընդունելու է մեզ։ Ինչ վերաբերում է միջանցքի ընկալմանը, ես ասացի, որ Ադրբեջանի ներողություն, Ֆրիփին եւ միջանցքի ընկալում Ադրբեջանի կողմից։ Ես հենց այդպես խոսքը դրան է վերաբերում եւ ոչ թե իմ կողմից է դա, խնդրում եմ հանկարծ չկարծեք, թե ես եմ դա օգտագործում, այլ ուզում եմ ասեմ, Թրիփը, երբ որ դուք ասում եք չպետք է միայն սահմանափակել Ադրբեջան եւ Նախիջևան այդ միացման հնարավորությամբ, ես ասում եմ Ադրբեջանի ընկալումը։ Ես ասում եմ, որ Ադրբեջանի պաշտոնյաներն են խոսում Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվ հետեւաբար այս պարագայում երևի թե պետք է այդ հարցի շուրջ խոսեք իրենց հետ, իրենցից հասկանաք, թե իրենց ընկալումը որն է ի վերջո։ Տիկին Վարդան, իրենց հետ խոսել ենք եւ եկել ենք մի մեկնաբանության, որի տակ ստորագրել են իրենց նախագահը իրենց կողմից, մեր կողմից էլ մեր վարչապետը։ Ու քանի որ դա տես շատ կարևոր պայմանավորվածություն է համարվել, մի հատ էլ եկել այդ ստորագրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, երևի ճանաչում եք։ Հիմա այդտեղ գրած է, որ այդ կապուղիները շրջափակվում են մի քանի հիմնարար սկզբունքների ներքո, որոնք են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնխելությունը, երկրների ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ նշվում է նաեւ փոխադարձաբար առավելությունը կողմերի համար։ Հիմա այդ գրված, ստորագրված նարատիվի հետ ես որևէ խնդիր չունեմ եւ չեմ կարծում որևէ ողջամիտ մարդ կունենա կամ Հայաստանի լավը ցանկացող որևէ ողջամիտ մարդ կունենա։ Դրանից դուրս ինչ մեկնաբանություններ են, նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանեմ, ել եմ ասում, կա հստակ շրջանակ, դու ոչ միայն շրջանակ, որ ուզում եք իմանաք հստակ անուն, որի շուրջ պայմանավորվել են Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, հստակ
նկարագրություն, որի տակ ստորագրել է Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Միացյալ Նահանգների նախագահը։ Դրանից այն կողմ, ում երևակայությունը ինչի է հերիքում, ինչ մեկնաբանության, չեմ ուզում ես մեկնաբանեմ։ Մենք իրականացնելու ենք ապաշրջափակում նշած սկզբունքների համաձայն, այն մի կտորն էլ իրականացնելու ենք մենք Միացյալ Նահանգների հետ, անունն է լինելու Trip ուղի։ Որևէ մեկ այս ասածը չի կարող դնի կասկածի տակ։ Մնացածը արդեն չգիտեմ ինչ ժանրից է։ Հիմա նաև ասում եք, որ մենք մի երկիր ենք, որտեղ հայտարարության ձեր ընդդիմադիր եղած ժամանակ, ինչ ասեցիք, իմ ընդդիմադիր եղած ժամանակ սենց էր թե սենց չէր եւ ասում եք, որ հայտարարության համար մարդ է բռնում։ Տիկին Վարդան, ես չգիտեմ, դուք ո՞նց եք հիշում ոչ այնքան վաղ անցյալը, բայց իմ ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում էին։ Մարտի 1 ա եղել, չի եղել մարտի 1, սխալ բան եմ ասում։ 10 քաղաքացի զոհվել է այդ գործողությունների արդյունքում։ Ընտրությունները զանգվածաբար, ես դες չեմ ընդհատել, ընտրությունների արդյունքը ժողովրդավարության ամենաուղիղ իրականացման ամենավառ ուղիղ օրինակ մեխանիզմը, ընտրությունների արդյունքները տարիներ շարունակ համակարգային կերպով կեղծվել են։ Սկսած այն ամենաբռի լցոնումներից, ավտոմատով բան մտնելուց, տեղամաս, լույսերի անջատումից վերջացրած տուփերը գողանալ, վերջացրած վերջին տարիներում շատ ավելի ցիվիլ ձևերով, ընտրակաշառքով եւ փողով ընտրությունների կազմակերպմամբ եւ այլն եւ այլն։ Ես իմ ընդդիմադիր ժամանակ նորից եմ կրկնում, մենք կարայինք, մեզ թույլ տայինք եւ նախ եւ առաջ բարոյական կամ այլ պատկերացումներ ձեռնով չեն, բայց պատկերացնեք որևէ ընդդիմադիր կարողանար օգտագործել այնպիսի բառամթերք, ինչպես հիմա ձեր գործընկերներն են օգտագործում։ Ձեր ձերոնց իշխանության եղած ժամանակ կարարելներ ընդդիմություն, որը կարար այդքան մեդիա ռեսուրս ունենար։ Ես ինչ հեքիաթ եք պատմում, մենք ենք ապրել։ Իմ ապրած կյանքը եկել եք ինձ հակառակ ձևով պատմում եք, ես էլ հո նոր դպրոցը ավարտող երիտասարդ չեմ, որ չգիտեմ ընդդիմությունը 15 տարի առաջ, 10 տարի առաջ ինչ վիճակում էր։ Մենք մեդիա ռեսուրս ունեինք։ Մենք կարող ենք ասես բաներ ասենք, որ մեր հասցե են գրում, ասենք հայտարարության համար մարդ են բռնել։ Մեր ժամանակ կարող ենք դատական բանի հույս ունենանք։ Հիմա հանգիստ նստացեք, որովհետև գիտեք, որ եթե այդ անհրաժեշտ ապացույցները իրավապահ համակարգը չներկայացնի, այդ նույն դատարանը չի համարի բան, արժանահավատ եւ այդ մարդուն չի տա այդ բանը։ Եթե տա էլ կգնաք լիքը բողոքարկելու տեղեր կա, այդ դատավորների մի մասը ձեր հետ ավելի քաղաքական կապեր ունեն, քան մեր իշխանության։ Խնդրում եմ, շատ կարող ենք տարբեր բաներից խոսանք, բայց ժողովրդավարությանը եւ չգիտեմ նախկինում իբր ժողովրդավարությանը եւ նախկինում մեր ընդդիմության եղած ժամանակ ինչ որ հեքիաթային երանելի կամ այսօրվանից ավելի լավ պայմանների մասին գոնե այդտեղ մի մտեք, էլի։ Գոնե այդտեղ մի մտեք։ Պարոն Միրզոյան, ես ձեզ ընդհանրապես ասացի, պարոն Միրզոյան, ներողություն, ես ձեզ ընդհանրապես ասացի, ես կուզենայի լսել ընդդիմադիր Միրզոյանի գնահատականը, եւ ամբողջ խնդիրը հետեւյալումն է։ Ես ձեզ ասում եմ, որ այսօր ժողովրդավարության խնդիր կա, դուք ասում եք, բան նախկինում։ Գիտեք, այդ արդեն արգումենտ չի, բա դուք Ես չեմ փորձում որևէ կերպ բան անել, արդարացնել կամ փորձել գնահատականներ տալ նախկինի վերաբերյալ։ Ես հարցնում եմ ձեր իշխանության մասին։ Ես հարցնում եմ ձեր իշխանության օրոք եղած խնդիրների եւ ժողովրդավարության խնդիրների մասին։ Հերիք չի ձեզ ինչ հարց տալիս են, ասում են նախկինում։ Հա, նախկինում լավ չէր, նախկինում սխալ էր։ Բայց դա նշանակում է, որ պետք է այսպես լինի։ Շատ լավ, քանի որ դուք մի հատ էլ արձագանքեցիք, մի հատ էլ ես արձագանքեմ ձեր արձագանքին։ Եկեք որպեսզի անձամբ իմ եւ անձամբ ձեր հետագա բոլոր հնարավոր հանդիպումները, քննարկումը ֆիքսված եւ փոխադարձ ընդունելի կանոններով ընթանա, խնդրում եմ ձեր վերջին արած հայտարարությունը եկեք մանրամասնենք եւ միասին հայտարարենք, թե նախկինում ինչքան վատ էր։ Երբ որ դուք բոլոր նյուանսներով հրապարակային կընդունեք, որ նախկինում Հայաստանը ժողովրդավար չի եղել, որ նախկինում Հայաստանում ընդդիմադիրներին կարային սպանեին, որ նախկինում Հայաստանում եւ այլ կոմպոնենտները վերլուծենք, անենք հայտարարություն, որից հետո թե ես ձեր հետ խոսալուց մի անգամ էլ կասեմ նախկիններ կամ նախկինում ոչ մի ժողովրդավարություն, ես մի հատ հրապարակային ներողություն կխնդրեմ։ Մի քիչ առաջ ակնարկ տեսա, շարունակեք նույն կերպ։ Ես բարող իրավունքով ցանկանում եմ արձագանքել
ուզում եք դուրս եք ինչի Տիկին Վարդանյան, ձեզ հարցի պատասխանը չի հետաքրքրում ձեր։ Հա։ Հարցը ուղղել եք նախարարին, բայց ես անհրաժեշտ եմ համարում վարողի իրավունքով ձեզ հիշեցնել Տիկին Վարդանյան, որ քրեական օրենսգիրքը պարունակում է հանցակազմեր, ընդհանրապես Տիկին Վարդյանը գնաց, շատ մտածեք, շատ քաղաքավարի ձևով։ Ես ընդհանրապես քանի որ այս խոսակցությունը բացվել է, ընդամենը խոսքի համար, ընդամենը այն մի հատ անեկդոտ կար, մի ժամանակ են ասում են մարդուն դատում են, ասում են ինչի է համար են քեզ դատում, ասում են ես ընդամենը իրեն հարվածեցի թերթով, ասում են թերթով, ասում են հա որի մեջ գտնվում էր լոմիկ։ Այսինքն ընդամենը խոսքի համար է որն է, ընդամենը խոսք չի, խոսքել կա, չի ասել բարելույս հարգելի ընկերներ, ձեր ցավը տանեմ։ Քրեական օրենսգրքի 10-15 հոդվածի օբյեկտիվ կողմ դրսևորվում է խոսքով։ Կոչեր, սպառնալիքներ, անօրինական գործունեության մեջ ներգրավել, խոսքով է, կաշառք պահանջել, ձեռով ոտով են կաշառք, խոսքով են կաշառք պահանջում, խոսքով, ասա կտաս այսքան փող, ընդամենը խոսքով կաշառք է պահանջում, ասում են ընդամենը բանա պետական հեղաշրջման կոչ անում, ընդամենը ահաբեկչության կոչ անում, ընդամենը։ Դա ինչ փաստար կա, որ ասում են հերիք չի, էլի մի բան էլ չեն ուզում պատասխանը լսեն։ Լավ։ Շնորհակալություն։ Չէ, այսքանն էր։ Պարոն Միրզոյան, շնորհակալություն շատ։ Ես ուղղակի կցանկանայի եւս մեկ շատ կարճ դիտարկում անել, արդեն հենց բյուջեի վերաբերյալ, այսինքն ձեր մեկնաբանությունը հրապարակային լսել, ուրեմն Բրյուսելում մեր դեսպանատան ձեռքբերման հետ կապված, ես գիտեմ, որ այս տարի այդ առումով process-ն են եղել, շենքը մենք արդեն վերջնականապես ձեռք ենք բերել, չէ, եւ այն արդեն Հայաստանի Հանրապետության սեփականությունը որ փուլում է գտնվում, այնտեղ կարծեմ վերանորոգման աշխատանք կար եւ երբ այնտեղ արդեն կտեղափոխվի դեսպանատունը։ Իսկապես պարոն Եղան, մենք ունենք այդպիսի քաղաքականություն առավել առանցքային մեր կողմից գնահատվող մայրաքաղաքներում եւ նաեւ հաշվարկ կա որոշակի ֆինանսական, տնտեսական կոմպոնենտներ հաշվի առնելով մի քանի տեղ ունենալ այդ շենքերը որպես սեփականություն, կհիշեք երևի Լոնդոնում ձեռք բերեցինք անշարժ գույք եւ հիմա այդտեղ գործում է դեսպանությունը Փարիզում եւ հիմա Փարիզում արդեն ավարտվում են վերանորոգման աշխատանքները, առաջիկայում կտեղափոխվեն։ Եվ իրավացիորեն նշեցիք այս տարի նաև գնել ենք արդեն ամբողջությամբ process չկա, ամեն ինչ ավարտված է, գնել ենք շենքը Բրյուսելում, որպես մեր մշտական ներկայացության տարածք Եվրոպական միությունում եւ Բելգիայում մեր դեսպանության, բայց այստեղ դեռ ներքին հարդարման աշխատանքների անհրաժեշտություն կա եւ մենք այդ առաջիկայում պետք է անենք, որից հետո նոր կտեղափոխվեն։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։